the series? Faith. This is what is faith. Հավատ բաժինը վերնագիրը ինչ է հավատքը։ We'll look at James chapter 5 verses 14 and 15. Հովանես 5:14-ի Հակոբոս 5:14-15 Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող կանչի եկեղեցու երեցներին եւ նրանք թող աղոթեն նրա համար եւ Տիրոջ անունով յուղոբոցեն նրան։ Եվ հավատով արված աղոթքը պիտի փրկի հիվանդին, ու Տերը նրան պիտի ոտքի կանգնեսի եւ եթե մեղք է գործել, պիտի ներվի նրան։ And then Hebrews chapter 11 verse 1. Եվ Եբրայեցիների 11:1-ը Արդ հավատը հուսացած բաների հաստատումն է եւ չերևացող բաների ապացույցը։ Now let's go back to that James, or begin there in the James passage. Սկսենք Հակոբոսի այդ խոսքից։ The word of God is speaking to us. Աստծո խոսքը մեզ հետ խոսում է։ Therefore, if I ask, Հարցնու այդ խոսքն է, is everyone sick? որ ասում է խոսքում, եթե որևէ մեկը հիվանդ է, Let them call for the elders of the church. թող կանչի եկեղեցու երեցներին։ Now in our days, we could call them from wherever and they could come. Ու կարող ենք մեր օրերին որտեղ որ լինեն նրանց կանչենք եւ Or կգան։ during the church service, Եկեղեցու ծառայության there ժամանակ may be opportunity միգուցե կունենանք for you հնարավորություն, to receive prayer. որ աղոթք կստանանք։ And Ընդունենք if աղոթքը։ you are sick, Եթե դուք հիվանդ եք, an act of faith would be to request that prayer. հավատքի գործ այն է, որ խնդրեք աղոթել։ The elder, the leader would Երեցները կամ առաջնորդները then express his faith by իրենց հավատքը ցույց կտան, taking the anointing oil, praying over them. օրինակ յուղը վերցնելով, օծելով եւ աղոթելով այդ մարդու That's an համար։ act of faith. Սա հավատքի գործ է այստեղ։ Those are acts of obedience to this promise Ու that is նրանք there, ովքեր այս խոստումը, որ այստեղ է հնազանդվում են այդ խոստմանը, because the Lord has said the prayer of faith will save them որովհետեւ or deliver them Տերն from ասում որ that sin. հավատքով արված աղոթքը կփրկի հիվանդին։ The Lord will raise them up. Ու Տերը նրանց կբարձրացնի։ There are many people who will never ask. Շատ մարդիկ կան, որ երբեք չեն խնդրում աղոթել։ And therefore they're never healed, okay? Ու դրա համար էլ բժշկություն չեն ունենում, Because they never ask. որովհետեւ երբեք չեն խնդրում, որ մարդիկ իրենց համար աղոթեն։ We have to see the process that is placed before Պետք է այս us. process-ը տեսնենք ինչ է այստեղ տեղ ունենում։ Okay, now we're going to establish some things that faith is not. Հիմա նախ խոսենք ինչ չէ հավատքը։ In Scripture, faith is not an absolute conviction of victory. Հավատքը հաղթության բացարձակ վստահությունը չէ։ The three Hebrew children stood in that plaza. Երեք եբրայցի ընկերները կանգնած են այդ հրապարակում They did not know if God was going to ու save them. չգիտեին այդ երեք ընկերները արդյոք Աստված նրանց կփրկեր թե ոչ։ Nebuchadnezzar asked them, Երբեք չէին հարցրել։ if you bow your knee, you will not Արքան be thrown ասաց, into the fire. եթե ծնկի գաք, դուք հնոցի մեջ կրակենոցի մեջ չեք ընկնի։ But if you don't, Իսկ եթե ոչ, you will be thrown into the fire. կրակե հնոցը կընկնեք։ And who is the God that will save you? Ու տեսնենք ով է այդ Աստված, որ կփրկի ձեզ։ And their response was, we Ու don't այդ know if ընկերների God will save պատասխանը us. հետևյալն է։ Մենք չգիտենք արդյոք Աստված կփրկի մեզ թե ոչ։ We don't know. Մենք չգիտենք, But we do know this. բայց մի բան գիտենք, We will not bow. որ չենք խոնարհվի։ They have the word of God, Նրանք ունեին Աստծո խոսքը, the command that says, պատվեր, որն ասում էր. do not worship any other God. Ոչ մի կուրքի, ոչ մի աստծո չպաշտեք։ Do not have any idol before me. Չունենաք ոչ մի կուրք։ They are going to obey Ու those նրանք commands. հնազանդվում են այս պատվերներին։ That is faith being Դա հավատք է, expressed. որը ցույց տրվեց այդտեղ։ God saved them, Աստված փրկեց նրանց, but they didn't have an absolute conviction of victory. բայց իրենք այդ ժամանակ հաղթության բացարձակ վստահությունը չունեին։ Այսինքն վստահ չէին, որ կհաղթեին այդտեղ։ There was a time in the book of Acts. Գործ Կարաքելոս գրքում կան ժամանակներ, Oh, that's not the book of Acts. Let me see. Yeah, well, okay. We're talking about victory. I just jumped ahead. Sorry. ինչև այդտեղ գնալը նախ խոսում ենք այստեղ հաղթության մասին։ Jesus came and taught on the shore of the sea. Հիսուսը եկավ այդ ծովի մոտ խոսում էր աշակերտների հետ։ And then he turns to Peter and says, hey, Պետրոսին ասաց. cast out your net for a catch of fish. Ուրկանդ գցիր ծովը։ Fishing in the first century was done at night.
Իրեն գիշերով էին այդ ժամանակ ձգտորսությամբ զբաղվում։ Peter says we fished all night, we haven't Պետրոսն caught ասաց ամբողջ anything. գիշեր ձուկ ենք փորձել բռնել, բայց ոչինչ չի ստացվել։ Jesus, you're not a fisherman. Հիսուս դու ձկնոր չես։ You don't know what you're talking about. Դու չես հասկանում ինչ ես ասում։ But because you tell us to, Բայց քանի որ դու դա մեզ ասացիր, at your word, քո խոսքով, քո խոսքի համաձայն, we'll put down the nets. մենք ուրկաները կգցենք։ And that act of faith, Դա հավատքի քայլ էր, գործ էր։ he didn't think he was going to catch anything. Ու չէր մտածում ինքը որ ձուկ կբռներ He ընդհանրապես։ was shocked when he got that fish. Ու զարմացան, ապշեցին, երբ որ ձկները եկան։ Calling for James and John to come and help him. Կանչեցին Հակոբոսին, Հովանեսին, որ գան ու իրենց օգնեն։ Okay. Faith is not an emotion. Հավատքը էմոցիա չէ, զգացմունք չէ։ It's not feeling high, feeling low. Ոչ էլ որ քեզ վեհ կամ ստոր զգաս։ I don't know if those 3 Hebrew children were afraid or not. Ես չգիտեմ այս երեք ընկերները Միսակ Սեդրակ Աբեդնակովը նրանք վախենում էին թե չէ, ես չգիտեմ։ There could have been an element of fear in their life, Միգուցե իրենց կյանքում այդ ժամանակ վախեր ունեին, but they knew they would not բայց bow. մի բան գիտեին, որ իրենք չպետք է խոնարհվեին։ Faith is not the absence of fear. Հավատքը վախի բացակայությունը չէ։ Faith is not the absence of fear. Հավատքը վախի բացակայությունը չէ։ Fear is always going to be around us. Վախը միշտ կշրջապատի մեզ, միշտ կլինի։ Faith will stand up against that fear. Իսկ հավատքը միշտ պետք է դեմ գնա այդ վախին։ Peter and James were thrown into prison. Պետրոսը ու Հակոբոսին ու Պետրոսին բանտ նետեցին, James was killed. Հակոբոսին սպանեցին։ They're waiting for the Passover to be over, and then they're going to take Peter's life. Ու սպասում են, որ զատիկը վերջանա ու արդեն Պետրոսի կյանքին վերջ տային։ Peter is in that jail Պետրոսը cell, բանտում էր, wondering if this is his last night. ու մտածում էր, արդյոք սա իր վերջին գիշերն է լինելու թե ոչ։ All of a sudden, the chains fall off, Բայց հանկարծ այդ շղթաներն ընկան, doors open, դռները բացվեցին and he walks out. եւ դուրս եկավ։ He gets out in the street, Դուրս եկավ փողոց and he realizes ու հասկացավ, this is not a dream. որ սա երազ չէ, This is not a vision. սա տեսիլք չէ։ I've really been set free. Ես իրոք ազատ եմ արձակվել։ We must see that God Մենք պետք է տեսնենք, որ delivered him Աստված ազատ արձակեց նրան, as he was obedient որովհետև նա հնազանդվել էր to preach that word faithfully. հավատքով հավատարմությամբ խոսքը քարոզելուն։ So faith is not knowing that this is going to take place. Հավատքը այն չէ, որ դու վստահ ես, որ սա տեղի կունենա, դա չէ հավատքը։ Faith is not the absence of fear, Հավատքը վախի բացակայությունը չէ, not really tied to our emotions. ոչ էլ կապված է մեր էմոցիաների, զգացմունքների հետ։ We've tried to define faith for you as an action based upon the word of God. Հավատքը որպես այսպես կարող ենք սահմանել, որ այն հիմնված է Աստծո խոսքի վրա։ It's an act that we continue Սա գործ է, որ մենք պետք է ակտ է, որ մենք պետք է շարունակենք, because we're confident in God. որովհետև ունենք վստահություն Աստծո մեջ։ He said it, he will do it. Եթե ասել է, ուրեմն կանի։ We must see that faith is an action. Ու պետք է տեսնենք, որ մեր հավատքը գործի մեջ է, այսինքն գործող հավատք է։ It is a step of faith that we take. Այսինքն հավատքի քայլ պետք է լինի։ It is an act of obedience that Սա we follow. գործող հնազանդություն է, որ պետք է ունենանք։ No faith exists unless an action began. Հավատքը գոյություն չունի, եթե ակտ չկա, գործողություն չկա։ Peter is in that boat at night. Պետրոսը այդ գիշեր նավի մեջ է։ Jesus comes walking. Հիսուսը քայլելով եկավ դեպի նրան։ If it's you, Lord, let me walk on Ու that. Պետրոսն ասաց. «Տեր, եթե դու դա ես, թող որ ես քայլեմ ջրի վրայով»։ Okay. The question is he going to get out of that boat? Հարցը այն է, որ արդյոք նա դուրս կգար այդ նավակից։ Does he really believe? Արդյոք նա իրոք havատում էր։ Is he going to get out of the boat? Արդյոք նա իրոք դուրս կգար։ No faith exists until the action. Հավատք գոյություն չունի, եթե գործողություն չկա։ Until you're ready to step out of the Մինչև դու boat, պատրաստ ես լինում դուրս գալու քո նավակից։ you just have an idea. Մինչև այդ ուղղակի չէ You have գաղափարներ knowledge. ունես, ուղղակի գիտելիք ունես։ It may be in your mind, but not Միգուցե in your մտքումդ կա, heart. բայց ոչ սրտումդ։ Եթե գործողություն չկա։ Faith is an action based upon what God says. Հավատքը գործողություն է հիմնված նրա վրա, թե ինչ է ասում Աստված։ I want us to look at Genesis 15 and verses 1 through 6. Նայենք Ծննդոց 15:1-ից 6-ը։ 1 to 6։ Yeah. Ծննդոց 15:1-ից 6։
Այս ամենից հետո տեսիլքով Տիրոջ խոսքն Աբրամին եկավ ասելով. «Մի վախենա, Աբրամ, ես քո վահանն եմ եւ քո մեծագույն վարձատրությունը»։ Եվ Աբրամն ասաց. «Ով Տեր Աստված, ինձ ինչ ես տալու, քանի որ անզավակ եմ մնացել եւ իմ տնտեսն ահա Դամասկոսի Եղիազարն է»։ Նաեւ ասաց Աբրամը. «Որովհետեւ ինձ ծերունդ չտվիր, ահա իմ ընդոցին իմ ժառանգորդը կլինի»։ Եվ ահա Տիրոջ խոսքը եկավ նրան ասելով. «Նա չի լինի քո ժառանգորդը, այլ նա, որ քո մեջքից դուրս կգա, նա կլինի քո ժառանգորդը»։ Եվ նա դուրս բերեց նրան ու ասաց. «Դեպի երկինք նայիր եւ հաշվիր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել»։ Եվ ասաց նրան. «Այսպես կլինի քո սերունդը»։ Եվ նա հավատաց Տիրոջը, եւ նա նրա կողմից արդարություն համարեց սա։ Amen. Ամեն։ Abraham believed the Lord. Աբրահամը հավատաց Տիրոջը։ The Lord is talking to him Տերը about an խոսեց issue in նրա his հետ life. իր ժառանգի մասին։ Abraham has no son. Աբրահամը որդի չուներ։ All these possessions, no son. Ինքը ուներ այս ամենը, բայց զավակ չուներ, որդի His չուներ։ family line will not continue without a Ու son. իր ընտանիքի այդ գիծը չէր կարող շարունակվել, եթե որդի չուներ։ And God says, You will. Բայց Աստված ասաց դու կունենաս։ You will have a son. Դու կունենաս որդի։ Took him outside. Նրան դուրս հանեց։ Look at those stars. Ու ասաց նայիր այս աստղերին։ This is how many descendants you'll have. Ահա թե ինչքան սերունդ դու կունենաս։ This is a promise to him. Սա խոստում էր Աբրահամին։ And the Bible says Abraham believed. Ու Աստվածաշունչն ասում է Աբրահամը հավատաց։ His faith was in what God said. Ու նա հավատք դրեց Աստծո խոսքի մեջ։ It was not in his own ability. Սա իր He was too սեփական old for it. կարողությունից չէ, որտեղ նա չափից ծեր էր։ It was not in anything other than God and what he had said. Ու սա ոչ այլին չէ, այլ այն ինչ որ Աստված ասում էր նրան։ God speaks to us. Աստված խոսում է մեզ հետ, We take a step of faith. հավատքի քայլ ենք We վերցնում do what God has ու անում asked ենք us to այն, do. ինչ որ Աստված խնդրել է մեզ անել։ Abraham is going to continue that walk of faith. Աբրահամը պետք է այդ հավատքի քայլը աներ, շարունակեր։ I know he's going to mess up with Ishmael. Ես գիտեմ, որ ինքը այդ սխալը գործեց Իսմայելը ծնվեց։ He's going to try on his own. Նա այսինքն իր սեփական ուժով փորձեց ինչ-որ մի բան անել։ But he will continue a walk for 25 years, Բայց 25 տարի շարունակ ինքը շարունակեց այդ հավատքի waiting քայլը։ upon the Lord to fulfill Սպասեց the Տիրոջ, promise. որպեսզի կատարվի այդ խոստումը նրա։ Adam was created, placed in that garden. Ադամը ստեղծված էր այդ պարտեզում լինելու համար։ He was given dominion over that place. Ու նա ունի իշխանություն այդ վայրի վրա, իշխանություն տրված էր նրան։ Name the animals. Նա Here, կարող էր կենդանիներին անվանակոչել։ he gave one command to Adam. Ու նրան ընդամենը մեկ պատվեր էր տրված։ In the day you eat of that tree of Այդ knowledge օրը, երբ որ of դու good and evil, բարի ու չարի գիտության ծառից կուտես, you will die. կմահանաս։ That's God's. I don't know if that's a promise or not, but that's a Չգիտեմ, command. խոստում Do է, not թե չէ eat it. պատվեր էր, որ չուտես, Man's been dying ever since. որ այդ պահից սկսած մարդը կմահանար։ The devil told Eve, Սատանան ասաց Եվային, you will not die. դու չես մահանա։ Told Eve, you'll be like God. Դու կլինես Աստծո նման, Եվային ասաց։ 6,000 years later, man is still not like God. 6000 տարի անցել, բայց միևնույն մարդը դեռ Աստծո նման չէ։ We must believe what God has Դրա said համար to us. պետք է հավատանք այն խոսքերին, որ Աստված է մեզ To ասում։ step out in faith and Հավատքով obey the քայլ Lord. անենք ու հնազանդվենք այդ ամենին։ We must see that there is always an action Պետք է attached to it. տեսնենք, որ միշտ մեր այդ մեզանից պահանջում է հավատքի քայլ։ We have a problem in the English language Անգլերեն լեզվի մեջ կարող մի խնդիր, because we could talk about faith, որտեղ երբ որ խոսում ենք հավատքի մասին, which is basically a noun. որը գոյական է, It's something that we have, a բան, possession. որը մենք ունենք, որը մեզ է պատկանում, But the biblical faith is more an action. It's բայց a verb. աստվածային հավատքը ինքը ավելի գործողություն է, այսինքն բայ է։ So we use the word believe. Այսինքն մենք հավատալ բառն ենք Do you օգտագործում։ believe? Դուք հավատում եք, That's the verb. That's the action բայ է, part of այսինքն that. գործողություն է ցույց But it տալիս։ creates a division between faith and belief. Բայց այդ տարբերությունը հավատքի ու հավատալու մեջ։ We have to see that faith is really an action Պետք է word. տեսնենք ու հասկանանք, որ հավատք իրականում գործողություն è։ Faith is not something of, Հավատք it's այն not չէ, like որ knowledge that we possess. ինչ որ գիտություն չի որ ունենք, գիտելիք չէ։ It's knowledge that we act upon. Այդ գիտելիք է, որի վրա մենք գործում ենք։
It's not knowledge that I just keep in my head. Գիտելիք չէ, որ մենակ մեր գլխում պահենք։ It's knowledge that I apply to my Գիտելիք, life. որ մենք պետք է վերագրենք մեր կյանքին։ Okay? We read the Bible and Կարդում ենք we Աստվածաշունչը, listen to those stories, լսում ենք այս պատմությունները, but we have to apply the lessons բայց to պետք է our այս life. դասերը մեր կյանքին վերագրենք։ If we don't, we just become what the Bible calls a weed. Եթե չանենք, Աստվածաշունչը մեզ այդպես է կոչում, ուղղակի կլինենք մոլախոտ։ When the harvest comes, Երբ որ այդ հունցքի ժամանակը գա, they'll harvest the weeds գիտեք and ինչ է անում։ separate the wheat from the chaff and from the weeds that have grown up. Ու թափում։ The tragedy is that Ողբերգությունն այն է, որ we develop this idea that այս գաղափարն ենք all I զարգացնում, have to do is obtain the knowledge. այն որ ես ունեմ, ուղղակի պետք է գիտելիք ձեռք բերեմ։ All I have to do is learn the story. Ուղղակի պատմություններ պետք է սովորեմ։ No, I have to Ոչ, apply. ես պետք է դա ինձ I have վերագրեմ։ to act upon it. Ես պետք է քայլ անեմ, գործ I անեմ։ have to use the Ես knowledge պետք է that God has given օգտագործեմ to me. այն գիտելիքները, որ Տերը տալիս է ինձ։ It's not just the idea that I have the Ուղղակի ինչ knowledge. Of it. գաղափար չէ, որ ես գիտելիք ունենամ, դա չէ։ We have a phrase in English, keep the faith, brother. Keep the Անգլերենում faith. արտահայտություն կասում ենք «պահիր հավատքդ»։ That says, stay true to what you believe. You know? Այսինքն մնա հավատարիմ, ճշմարիտ այն ամենին, ինչին որ դու հավատում ես։ But it can also mean Ու կարող է նաև այսպիսի նշանակություն ունենալ, make sure you have the right doctrine. որ վստահ եղիր, որ ճիշտ վարդապետություն ունես։ It may mean make sure you Կամ have այսպես նշանակի, the right traditions. որ ճիշտ ավանդույթներ ունես։ It may mean things that are just keep to the knowledge Կամ պահիր քո գիտելիքը, and don't change, ու մի փոխվիր, don't grow, մի աճիր, don't act upon those things. հավատքի քայլ մի արա։ We've robbed faith of its meaning. Մենք պետք է հասկանանք, թե ինչ այդ հավատքը նշանակում։ Faith is an action based upon that word of God. Հավատքը գործողություն է հիմնված Աստծո խոսքի վրա։ It's an action based upon Սա the knowledge that God has գործողություն է, given որը to us. հիմնված է այն գիտելիքի վրա, որ Աստված է մեզ տալիս։ It's faith in God. Սա հավատք է Աստծո մեջ։ It's faith in God, not in. Հավատք Աստծո մեջ։ I don't separate God and His Word. Ես It's չպետք faith է Աստծուն իր խոսքից that առանձնացնեմ։ what God has said is God is going to do. Ինչ Աստված ասում է, նա դա էլ անելու է։ I have to understand Ես պետք է հասկանամ այդ ճշմարտությունը։ faith Հավատք։ as we see it expressed in Երբ որ Scripture. մենք տեսնում ենք այդ ընթացքը խոսքի մեջ, Sometimes a miracle is instantaneous. Instantaneous. Երբեմն հրաշքը միանգամից է տեղի ունենում։ The woman reached out, Կինը հասավ նրան, touched the hem of his garment. հպեց նրա քղանցքին She was healed instantly. ու անմիջապես բժշկվեց։ What did Jesus say? Ինչ ասաց Հիսուսը։ Your faith Քո հավատքը has saved you. փրկեց քեզ։ Amen. Ամեն։ She had an action. Նա գործողություն արեց։ Okay. Based upon the fact that she saw Jesus, she heard of Jesus, Ու դրա համաձայն նա լսեց Հիսուսի He can heal me. որ նա հավատում էր, որ Հիսուս կարող է իրեն She took բժշկել։ that action of faith. Ու And հավատքի Jesus քայլ says, արեց։ but 10 lepers came to him. Բայց 10 բորոտներ եկան։ Oh, have mercy on us. Ու ասում էին Հիսուս ողորմիր մեզ։ Jesus says, go show yourself to the priest. Հիսուսն ասաց գնացեք եւ ինքները ձեզ ցույց տվեք քահանային։ All 10 of them turned around and ran Տես towards him. 10-ը վազեցին, gնացին։ Now they were healed as they went. Ու երբ որ գնացին, այդ ժամանակ բժշկվեցին։ They were healed as they went. Բժշկվեցին այդ ընթացքում։ If they didn't turn to go, Ու եթե չգնային, I don't know if they would have been healed or ես not. չգիտեմ կբժշկվեին թե չէ։ Okay. If they had just stood there going, Եթե ուղղակի well, էսպես ինձ կանգնեին ու սպասեին, I thought he'd come over here and say ու something. մտածեն, դե ես մտածում ինքը պիտի այստեղ ինձ իշոն բանան։ No, they heard the Ոչ, command. նրանք պատվերը They լսեցին turned to go ու շրջվեցին եւ գնացին and they're healed. եւ բժշկվեցին։ In John chapter 9, the man born blind, Հովանես 9-րդ գլխում այդ մարդը ծնվել էր կույր, իծնեկույր էր։ Jesus spit in the ground, made a little mud, Հիսուսը այդ հողի մեջ թքեց, հողը սարքեց, put it upon his eye. դրեց նրա աչքերին, Go wash in the pool of ասես Siloam. գնա ու լվա աչքերդ ավազանի մեջ։ You know, I don't know. It seemed to me not the greatest, not the nicest thing to say to a blind person. Կարծում դա այդքան է լավ խոսք չէ կույր մարդուն ասելու համար։ You know, go find your way to the pool of Ոնց որ Siloam. գնա ոնց ուզում ես գտիր այդ ավազանը, You know, it's around here somewhere. այս մոտակայքում է։ Seems like he would have done this Նմանատիպ instantaneously. մի բան ոնց որ լիներ։ He did.
He said, go and wash. Ասաց գնա ու լվա։ And again, an act of faith. Նորից հավատքի քայլ։ He's never known sight. Նա չէր կարող այդպես մնալ։ Born blind. Ծնված էր կույր։ And Jesus says, go wash. Իսկ Հիսուսը նրան ասեց գնա ու լվացվիր։ Didn't heal him immediately. Ու անմիջապես բժշկվեց։ Says, go wash. Ու մինչև բժշկվեն ասեց գնալ ու լվացվիր։ In that act of faith, Հավատքի քայլ էր այդ to մարդը, make his way որ իր through ճանապարհը the գտներ, streets to find the pool, այդ փողոցի մեջ գտներ որտեղ է to wash լողավազանը, his face, his լվանար իր eyes. ձեռք, իր աչքերը, երեսը։ That is an act of Դա faith, քայլ էր հավատքի։ a proof that he believed, Ապացույց, որ նա հավատում էր։ an action that would be taken. Եվ այդ գործողությունը, որը տեղի ունեցավ։ Sometimes it takes a long time for these things to come through. Երբեմն երկար ժամանակ է պահանջվում, մինչև այս ամենը իրականություն դառնա։ Joseph has a dream Հովսեփը երազ տեսավ, that his family is going to bow down to. որ իր ընտանիքը պետք է խոնարհվի իր առջև։ It was at least 15 years before that took place. Մոտավորապես մի 15 տարի տևեց մինչև դա տեղի ունեցավ։ But he never forsook God. Բայց երբեք չհիասթափվեց։ Okay? Just because he was sold by his brothers, Ու քանի որ նա տեսել էր այդ ամենը, he didn't եղբայրների stop serving կողմից, God. ինքը չդադարեց ծառայել Աստծուն։ Just because Potiphar's wife would lie about him, Չնայած որ պետապրեսի կինը սուտ էր ասել նրա he մասին, didn't stop serving God. դրա պատճառով ինքը չդադարեց ծառայել He's Աստծուն։ in prison. Նա բանտում էր։ Everybody's forgotten about him. Բոլորը մոռացել էին նրա մասին, He's still serving God. բայց շարունակում էր ծառայել Աստծուն։ He's acting out. Նա քայլում էր, գործ God էր has given անում։ me a promise. Աստված ինձ խոստում է տվել, God's going to make good on ու the Աստված այդ ամենը կիրականացնի։ David was anointed as a young man to be king. Դավիթը որպես երիտասարդ մի տղա օծված էր թագավոր լինելու։ Saul would live another 14 years. Ու 14 տարի այդպես ապրեց։ Saul would try to kill him. Սավուղը փորձում էր նրան սպանել, David could have taken Saul's life, ու չէր կարող Դավիթը Սավուղի կյանքը վերցնել։ could have taken the kingdom, Չէր կարող վերցնել but he թագավորությունը։ trusted God. Այլ վստահեց Աստծուն։ God's going to give me this. Աստված կտա ինձ He դա։ anointed me when I Նա was a young օծել է boy. ինձ, երբ որ ես երիտասարդ էի, I'm փոքր։ not going to kill Saul. Ես չեմ սպանելու I'm not Սավուղին։ going to let anyone else do it Ու either. ոչ էլ թույլ կտամ որևէ մեկին, որ դա անի։ God is going to give Աստված me. դա ինձ կտա։ It took another 7 years before he got all of Israel. Եվս 7 տարի ruled over պահանջվեց, all մինչև of այդ ամբողջ Իսրայելի վրա ինքը կառավարեց։ I have to see the action Ես պետք է տեսնեմ այդ գործողությունը and the continued action. ու շարունակեմ գործել։ Okay? In Joseph's case, Հովսեփի in դեպքում, David's case, Դավիթի they դեպքում continue նրանք շարունակում to էին serve the հավատքի քայլ անել, շարունակում էին ծառայել Տիրոջը։ year after year Տարին տարի after տարվա վրա, year ամեն տարի, until the promise comes. այնքան ժամանակ մինչև խոստումն իրականություն դարձավ։ That's true faith right there. Ահա ինչ է նշանակում ճշմարիտ հավատքը։ True faith. Ճշմարիտ հավատք։ Not just the reaching out and instantly Ոչ heal. թե անմիջապես ուղղակի ինչ-որ բժշկություն ունենալ, That's easy. դա հեշտ է, Okay? But the continued faith, այլ շարունակական հավատք, the continued action that says, շարունակական գործողություն, որ I believe what God has որ said to ինքն me. իրեն ասում է, ես հավատում եմ, որ Աստված դա կանի։ The Bible says in Psalm 119, verse 89, Սաղմոս 119:89 O Lord, your word is settled in heaven. 89 Քո խոսքով Տեր հավիտյան հաստատուն է երկնքում։ Jesus taught us to pray, thy will be done on earth as it is in heaven. Հիսուսն ասովորեցնում էր, որ այսպես աղոթենք, թող քո կամքը կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Okay? True faith Ճշմարիտ հավատքը starts acting like that whatever is settled in heaven is going to come to այսպես earth. է գործում, որ ինչ որ երկնքում կլինի, դա կլինի նաև երկրի վրա։ We can think about it this way, when we're praying, Այսպես ենք մտածում, երբ որ աղոթում ենք, God says, yes, Աստված ասել է այո, that word has been declared in heaven. այդ խոսքերը հրճակված են երկնքում, And now we're praying, ու հիմա մենք thy աղոթում will ենք, be done on earth որ as քո it is. կամքը կատարվի երկրի վրա։ Okay, his will has been expressed Նրա in heaven. կամքը արտահայտված է, երևում է երկնքում, Faith puts action ու հավատքը գործի մեջ է to դրվում։ that word, Այդ խոսքի նկատմամբ and then it continues, ու շարունակական է լինում։ waiting for that Ու will to be սպասում done է on այնքան earth ժամանակ մինչև նրա կամքը կկատարվի երկրի as վրա, it is already expressed in heaven. ինչպես արդեն կատարված է երկնքում։ It was Daniel
Դանիելը, as he prayed, երբ որ նա աղոթեց, we heard you the moment you prayed. ասացին մենք լսեցին քո աղոթքի ձայնը հենց այդ պահին, But he continued to pray բայց and ինքը fast. շարունակում էր 21 աղոթել days, ծոմի մեջ 21 waiting օր for the promise. ու սպասում էր խոստմանը։ The word was declared in heaven. Խոսքը հրճակվեց speak to him. երկնքում, որ խոսենք քեզ։ Give him the revelation that he Տվեք needs. նրան հայտնություն ինչի կարիքը որ ունի։ But the will in heaven Բայց կամքը, որը երկնքում էր, makes its way to earth. այդ ճանապարհ պետք է անցներ երկրի վրա գալու համար։ Took it 21 days to Ու դա get. տևեց 21 օր։ I have to see that what Ես God պետք է says in տեսնեմ heaven այն ինչ որ Աստված է անում երկնքում, is going to come to us here. որ դա կգա այստեղ երկրի վրա։ His word, his will is going Իր to be խոսքը, done. in իր heaven. կամքը կկատարվի այստեղ երկրի վրա։ No question about it. Ու ոչ մի հարց չպետք է լինի դրա հետ But we կապված։ must I'll put our take care- faith in. Մեր հավատքը դնենք դրա մեջ։ Step out in what God has Հավատքի said. քայլ անել նրան ինչ որ Աստված ասում է։ Continue in that Ու action շարունակենք այդ գործողությունը։ until his will is Այնքան done on earth. ժամանակ մինչև նրա կամքը երկրի վրա կկատարվի։ The Catholic Church, and I don't know many other churches, but Catholic Church, Կաթոլիկ եկեղեցում չգիտեմ ինչ they եկեղեցիներում believe in ոնց, something called transubstantiation. այդ փոխակերպում է սա կոչվում։ You know that word? Yeah. Yeah. That's it deals with the Lord's Supper. Տիրոջ այդ վերջին ընթրիքը They believe that the wine and the bread actually become the blood and the body of Christ. հավատում են, որ դա այդ Քրիստոսի այրունն ու մարմինն են, They're looking at the change. նրանք նայում են այդ փոփոխությանը, Okay, the bread changes into the body of Christ. որ հացը փոխակերպվում էր ու դառնում էր Քրիստոսի մարմինը։ The wine is transformed into the blood Գինին of փոխակերպվում Jesus. էր դեպի Քրիստոսի այրանը։ I don't believe that is true at all. Ես չգիտեմ այդ ճշմարտությունը, I do believe that these things are symbols for us, ես հավատում որ դրանք խորհրդանիշ են մեզ համար։ but it does show to us Եվ դա մեզ ցույց է that տալիս, what is in heaven որ այն ինչ որ երկնքում է, comes to earth. գալիս է երկրի վրա։ What God says in heaven Այն ինչ որ Աստված ասում է երկնքում, will happen upon տեղի է this ունենում earth. այստեղ այս երկրի վրա։ They happen sometimes instantaneously. Երբեմն մի անգամից է լինում, Sometimes it takes a long time. երբեմն երկար ժամանակ է պահանջվում դրա համար, But my hope, բայց իմ հույսը, my continued action, իմ այդ շարունակական my գործողությունը, confidence in God իմ is վստահությունը Աստծո մեջ, that what is in heaven որ այն ինչ որ երկնքում է, will be transubstantiated here upon this կփոխակերպվի earth. այստեղ այս երկրի վրա։ It's going to move from heaven to Այսինքն earth. կտեղափոխվի երկնքից դեպի երկիր։ What God has said will Այն ինչ որ take Աստված place. ասել է, տեղի կունենա այստեղ։ God, we come to Him, we're sick. Մենք գալիս ենք Աստծո առաջ, փնտրում ենք նրան։ God has promised to be our healer. Աստված խոստացել է, որ մեր բժշկողը Don't կլինի։ see it in my body. If I may not see it in my body, Ես կարող եմ չտեսնեմ դա իմ մարմնի վրա, is it going to be instantaneous? միգուցե դա անմիջապես կլինի, Is it going to be over time? կամ ժամանակի ընթացքում կլինի, I must take that action բայց of ես faith. պետք է հավատքի քայլ անեմ։ James says, Հակոբոսն ասում է. have someone pray for you. Խնդրին շոր մեկին ու քո Elders համար of the աղոթի։ church, Եկեղեցում be խնդրին anointed with մեկին։ oil. Աստծո տիրոջ օծյալներին խնդրի։ Let them pray the prayer of faith. Թող որ նրանք հավատքի այդ աղոթքն անեն։ Again, all actions of faith that we Այսինքն այս take. ամենը նորից պահանջում է քայլ, գործողություն։ If I have faith in God, Եթե ես Աստծո մեջ ունեմ He's հավատ, my healer, որ նա իմ բժշկողն է, then I don't have to feel anything. ուրեմն ես չպետք է ինչ որ բանից վախենամ։ Feel. Ինչ չպետք է դա ուղակի զգամ։ All I have to do is have Այն ինչ faith որ ես պետք է անեմ, ուղակի հավատք ունենամ։ that what God says in heaven Որ այն ինչ որ Աստված երկնքում ասած, is going to make its way into this earth. ճանապարհ կգա այստեղ իրականություն կդառնա։ It's going to come from the unseen world to the seen. Անտեսանելի աշխարհից կփոխակերպի դեպի տեսանելի աշխարհ։ We're going to look at Romans chapter 4 and Հռոմեացիների 4-րդ գլուխը գնանք, look at 17 through 22. 17-ից 22։ 17-ից 22 Հռոմեացիների 4։ Ինչպես գրված է, թե քեզ շատ ազգերի հայր դարձրի, նրա առջև ում նա հավատաց Աստծո, որ կենթանացնում է մեռելներին եւ չեղած բաները կանչում է եղածի պես, ով անհույս տեղերը հույսով հավատաց, ով անհույս տեղը հույսով հավատաց, թե ինքը բազում ազգերի հայր է լինելու, ինչպես իրեն ասվեց, այդպես էլ քո սերունդը պիտի լինի։ Եվ հավատի մեջ թույլ չլինելով նա չնայեց ոչ իր մարմնի արդեն մեռած լինելուն
երբ մոտ 100 տարեկան էր, ոչ էլ Սարայի արգանդի մեռածությանը։ Անհավատությամբ չերկմտեց Աստծո խոսման վրա, այլ հավատով զորացավ եւ Աստծուն փառք տվեց, լրիվ համոզված լինելով, թե նա խոստացավ կարող է եւ կատարել։ Դրա համար էլ դա իրեն արդարություն համարվեց։ These verses describe Abraham's faith for Այս us, համարները խոսում են Աբրահամի հավատքի մասին, kept hoping, որ հույս ունենա, kept հուսա, believing. հավատա։ Even his name was changed to the father of many nations. Անկամ նրա անունը փոխվեց եւ դարձավ բազմության հայր։ He believed that God was going to give him Նա descendants as the հավատում էր, stars որ of the sky. Աստված նրան այդ աստղերի չափ սերունդ կտա։ And because of that, God ու դրա counted him as righteous համար Աստված դա նրան արդարություն համարեց։ because of his faith. Իր հավատքի համար He did not see it. ինքը չէր տեսնում դա։ Took 25 years to see 25 it. տարի պահանջվեց նրանից, որ նա դա տեսներ։ 25 years of waiting, 25 տարի սպասեց faithfulness, հավատարմությամբ, serving God, Աստծուն ծառայելով, walking through that land, այս երկրի վրա քայլելով, waiting on the promise. սպասեց խոստմանը։ This is true faith. Սա է ճշմարիտ հավատքը։ Never get he struggled at times. I don't say he didn't. Չեմ ասում ինքը պայքարներ չուներ, ինքը պայքարում էր, պայքարներ ուներ, But դժվարություններ in կար, the end, բայց վերջում he was fully convinced that God was able to do it. ինքը լիարժեք համոզված էր, որ Աստված դա կանի։ And because of that, he has that son. Ու դրա շնորհիվ ինքը այդ որդին ունեցավ։ Not only that, but God Ոչ counted միայն him as դա, righteous. այլ նաև դա նրան արդարություն համարեց Աստված։ Not of his works, Ոչ թե իր գործերով, but because he believed այլ what նրա համար, God որ նա had said. հավատաց այն ամեն ինչ, որ Աստված նրան ասաց։ You and I are Yes, saved եւ by դուք- that same faith. Այդ նույն հավատքով ենք փրկված։ The Bible tells us that Jesus died on that cross for our sins. Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը խաչի վրա մահացավ մեր մեղքերի համար։ We put our faith in what Մենք God մեր has said. հավատքը դնում ենք այն նրան, ինչ որ Աստված ասում է, այսինքն հավատում ենք Աստծո We խոսքին։ believe that that is true. Մենք հավատում ենք, որ դա ճշմարտություն է։ We may not see it Միգուցե չենք տեսնում դա, with our eyes, the մեր difference that has been աչքերով made. չենք տեսնում, We may not fully understand միգուցե it, ամբողջությամբ չկարողանանք but հասկանալ։ when we accept that Բայց reality, երբ որ այդ իրականությունը ընդունում ենք, Jesus died for my որ sins, Հիսուսը իմ մեղքերի համար մահացավ, then our sins are forgiven. այդ ժամանակ մեր մեղքերը ներվում They են, are washed away. դրանք մաքրվում են, We լվացվում են։ have the righteousness of Ու մենք Christ ունենք Քրիստոսի արդարությունը այդ in ժամանակ։ exchange for our Եվ sin. սա փոխվում է մեր մեղքերից։ This is faith, Սա հավատք է, not of works. ոչ միայն գործեր։ Can't boast about it. Չենք կարող մեր գործերով ուղակի It պարծենալ։ comes because of God's grace, Սա Աստծո շնորհքից է gալիս։ a result of faith. Ու դրա արդյունքը հավատքն է։ Faith is seen in our obedience to God. Հավատքը տեսանելի է դառնում Աստծո նկատմամբ մեր հնազանդության մեջ։ But faith is what will be rewarded in heaven itself. Ու դա մեր այդ վարձքն է։ God's going to reward our faith. Աստված վարձահայտուց կլինի մեր հավատքի համար։ Paul will be rewarded for his service. Պողոսին վարձատրեց Աստված իր ծառայության համար։ Peter says our faith is going to be rewarded. It's more precious than gold, Պետրոսն ասում է, որ վարձ կլինի այդտեղ։ even though it's tried in the fire. Անկամ եթե այդ կրակի մեջ փորձվենք։ And I do believe our faith is purified and Բայց հավատում որ մեր refined in the fire հավատքը of այդ life. կրակի մեջ մաքրվում է։ But that faith that we live by Ու այդ հավատքը, որով որ մենք ապրում ենք, will be rewarded because of its faith. կվարձատրվի հավատքի միջոցով։ Paul will be rewarded for the letters that he wrote, Պողոսը վարձատրվեց իր գրած նամակների թղթերի համար։ for the blessing that he gave Այն to the օրնության church. համար, որ նա տվեց եկեղեցուն։ Everything that we lay up in heaven Այն ամեն ինչ որ մենք դնում ենք երկնքում, is a result of the faith that we հավատքի express. արդյունքն է, որը մենք ցույց ենք տալիս։ We must see Մենք that պետք է տեսնենք, this is what God is looking for. որ սա from us. այն է, ինչ Աստված է փնտրում։ The faith. Հավատք։ It may be in our giving, Միգուցե դա կտրվի մեզ, maybe in our service. միգուցե մենք դրան կհասնենք, կծառայենք, It may be in the character change that միգուցե բնավորություն կփոխվի մեր մեջ, we have as we're transformed into his likeness. եւ մենք կփոխակերպենք նրա այդ նմանության մեջ։ But faith is what's going to be rewarded. Ու այդ հավատքը կվարձատրվի։ The judgment seat of Christ will be looking for that faith in our lives.
Եվ այդ դատաստանը փնտրում էր այդ հավատքը մեր մեջ։ I believe that Paul's getting richer every day in heaven Ես հավատում եմ, որ Պետրոսը գնալով ավելի է ունենում երկնքում այդ հարստությունը։ because of what he left us in that New Testament. Նրա համար թե ինչ նա թողեց նոր կտակարանում ես։ Peter is getting richer in heaven Պետրոսը ավելի է հարստացել երկնքում, because through his faith, he որովհետև gives նրա us հավատքի միջոցով the written word, the այդ examples of his այդ life. գրված խոսքի իրականքի օրինակի շնորհիվ We recognize that what God is looking for հասկանում ենք, թե ինչ է Աստված փնտրում, is that faith, հավատք է փնտրում։ an action based Ու upon that word, գործողությունն է փնտրում, որը հիմնված է իր խոսքի վրա։ an action that continues Գործողություն, որը կշարունակվի, even though I don't yet see it. կշարունակվի անգամ եթե ես չտեսնեմ դա։ I'm still going to do what God Ես has called me to do. կշարունակեմ անել այն, ինչ որ Աստված ասում է։ We recognize that that Ու մենք is our hope, our Հասկանում ենք, որ confidence. դա մեր հույսն է։ I must take a step of faith Ու ես պետք է հավատքի քայլ անեմ։ and I must keep walking Ու in ես that. պետք է շարունակեմ քայլել դրա մեջ։ Therein I demonstrate that I truly believe Եվ դա what ցույց է God տալիս, has որ ես said. ճշմարտապես հավատում եմ այն ամենին, ինչ Աստված ասում է։ Amen. Ամեն։ Thank you, Father. Շնորհակալություն, Հայր։ We give you praise.